Ջավախքում կնոջ աշխատանքը երբեք չի վերջանում։ Գարնան բացվելուն պես ջավախքի կինը մտածում է ձմռան պաշար հավաքելու մասին ողջ ընտանիքի համար։ Այսօրվա մեր անդրադարձը կաթի վերամշակմանն է։ Շեշտը հիմնականում դնում ենք չեչիլ պանիրի վրա։ Ես նոր եկա արտերից ու տեսա ու կաթս հասցել է, սկսեցի շինելը, առաջի պրոցեսը, եթե կաթը տաքանակ է, կազգանք ու արդեն տաքացել է կաթը, մայանք մի կաթիլ մայանք գլասնենք ու այդ ընթացքում խառնենք ու այնքան տանդաղդի խառնենք, որ եթե կազգանք որ արդեն ինքը հուսվիկ է փետի վրա, ու մենք արդեն կազգանք որ արդեն ջիվիլ պանիրը պատրաստ է։ Ջիվիլ պանիրը ես տեսել եմ տատիկի սարքած ժամանակ, եւ տատիկի սիրելքը ես փոքր հասակից սիրել եմ այդ գործողությունը ու սկսել եմ իրեն օգնել, ենել հենց այդ process էդից եմ սորվել, տատիկից եմ սորվել այդ process-ը։ Ու ընդհանրապես ջիվիլ պանիրը շինեմ Տնական պայման եմ տանս համար, ընտանիքիս համար, եղել է, շատ դեպքերում եղել է, որ վաճառել եմ, բայց համենայն դեպս ես միշտ ընտանիքիս համար եմ սարքել ջիվիլ պանիրը։ Շատ դժվար է, իմիջ հայրոց ասեմ, որ ժողովուրդը շատ դժվար է ջիվիլ պանիրին պատրաստել է, այսինքն, եթե չգիտենաս պատրաստման եղանակը, շատ դժվար է, շատ դեպքերում եղել է մարդոնց, ու ինձ հետ է պատահել մեկ-երկու անգամ եղել որ փեթաթրել եմ կաթը, բայց կամաց հենց այդ process-ի մեջ կմտնենք ու կսկսենք շինելը։ Դեղ են որ քծես դեղն էր կդրել բերե, բայց դեղի պանիրը ձիգ եղնի, բալաջան, ձիգ եղնի, պետք չէ։ Քաղքի ծեղը ասես կիսուր ունենք, կիսուր սկեներ, իմ կիսուրը պես, ես իմ գիտի լավ են ող չեր, բայց տեկեներ քիչ տեսանք, ես ու տեկեր կիսուր չի կրնա ամեն տեղը տեղին է, ձերն են արանք։ Մենք միշտ բանիշ կենինք, գիտես ես չեչիլով կարուն որ ուզենանք փոխանակում էր կենինք, բայց կսիմի այդ պղին զոր լիքը գլծնեմ ես կտնեմ 5 կիլո ու կես գելնեմ։ Աշխատանքը բավականին երկար է ու ժամանակատար։ Նաև տանտիրուհուց է կախված պանիրի որակը։ Եթե ժամանակին հասցնի պատրաստել այն, ապա պանիրը կլինի թեթև, փափուկ ու ախորժալի։